Քրիստինա ջան, 2024 թվականի հոկտեմբերից ուսանողներին արդեն տրամադրում եք ամերիկյան սերտիֆիկատ։ Դա ինչ է տալիս հայ ուսանողներին։ Okay, Լուիզ ջան, նայ, երբ որ 24 թվականի հոկտեմբերից արդեն դե յուրե կարգավիճակ ստացանք, Ամերիկայում գրանցվեց LLC, SP, որը որ represent անում Backfin ընկերությանը առհասարակ։ Այս տեսանկյունից մի հատ շատ կարևոր ֆակտ կա, որ մեր դասընթացներին գալիս են մասնակցելու նաև այնպիսի անձինք, ովքեր ցանկություն ունեն ֆիզիկապես գնալ Ամերիկայում բնակվել եւ այնտեղ աշխատել։ Քավլիցի մենք չենք խրախուսում կամ ինչ-որ քարոզանում, որ մարդիկ գնան Հայաստանից դեպքեն գնան Ամերիկա, դրա մասին չի խոսք։ Ուղղակի մարդը, որ արդեն իսկ ինքը իր համար այդ ճակատագրական որոշումը կայացրել է, որ ուզում է Հայաստանից տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապա ամերիկյան սերտիֆիկատը, որ ամերիկյան սերտիֆիկատ ասվածն էլ բաց է, ինչա նշանակում։ Ամերիկայում, Կալիֆոռնիայում գրանցված LLC կնիքով սերտիֆիկատ դա օգնող հանգամանք է, բայց այսպես ասեմ, ոչ բավարար հանգամանք է Ամերիկայում աշխատելու համար։ Այսինքն այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են գնալ ֆիզիկապես ապրել Միացյալ Նահանգներում եւ աշխատել որպես ամերիկյան բիզնեսի հաշվապահ, ապա այս պարագայում պետք է իրանք պատրաստ լինեն իրենց փաստաթղթերի փաթեթում մի քանի ֆայլ ունենալու։ Առաջին ուզում տեղեկացնեմ այդ մարդկանց, որ մեր պետական նմուշի դիպլոմները Ամերիկայում չեն անցնի։ Լինի դա ԵՊՀ, ժող, ես ինքս ժողի ինստիտուտն եմ ավարտել եւ բակալավրը եւ մագիստրատուրան, բայց դրանք Ամերիկայի Միացյալ Նահանգներում չեն անցնում, ուզենք թե չուզենք, դա օբյեկտիվ ճշմարտություն է։ Այս պարագայում պետք է evaluate անել դիպլոմը, որից հետո աշխատելու համար, օրինական ճանապարհով աշխատելու համար դուք պետք է ունենաք կեցության բոլոր այդ օրինական փաստաթղթերը, կլինի դա green card, չգիտեմ ինչ-որ վիզայի տեսակ, plus social number պետք է հանի գնացողը, որպեսզի կարողանա օրինական տարբերակով աշխատի։ Սա առհասարակ աշխատի օրինական։ Հիմա օրինական ճանապարհով աշխատեն, կարող ենք հաշվապահություն շանի, չգիտեմ, աման սպասք լեբանա, հա, օրինակ շատ ներքևի բան եմ ասում, բայց օրինակ եմ, չեմ ասում գնացեք աման լեբացեք, օրինակ եմ ասում։ Իսկ եթե արդեն դու ուզում ես աշխատես նեղ մասնագիտությամբ, ապա այս պարագայում դու պետք է ֆայլ անես բոլոր այն փաստաթղթերը ուսումնական, որոնք որ հենց այդ մասնագիտությանն են վերաբերում։ Եվ դրան գումարած նաև լայսենզի տեսակ որևիցե, օրինակ pro-advisor լինել կամ չգիտեմ, եթե մարդը ուզում է գնա Ամերիկայում եւ CPA աշխատի, ապա նախապատրաստվի CPA լայսենս հանելու։ Այսինքն վկայականը դա օգնող հանգամանք է, բայց ոչ բավարար, որ դու հենց օրինակ սերտիֆիկատը տանես գործատուին ցույց տաս, ասես նայ, ես ամերիկյան LLC կողմից կնքված սերտիֆիկատ ունեմ, դա բավարար չի աշխատելու համար։ Դա օգնող հանգամանք է, բայց ոչ բավարար։ Հայաստանի համար հայ գործատուն չի նայում ճիշտ ասած հայկականա թե ամերիկյանա, կարևորը գիտելիք ունենա։ Այսինքն այս իմաստով մենք ամերիկյան սերտիֆիկատ բաժանող չենք, այստեղ շատ կարևոր է այդ մասին խոսելը, հատկապես նրանք ովքեր որ գիտեն փաստերով, որ մենք տրամադրում ենք ամերիկյան SP-ի կնիքով սերտիֆիկատ, երբեմն փորձում են այս մասը չարաշահեն, ուղղակի չսովորեն, բայց թուղթ կան առնեն, հա, կոպիտ ասած, ուզում եմ նաև այդ մարդկանց տեղեկացնել, որ մենք թուղթ չենք վաճառում։ Ակադեմիայում պետք է նախ եւ առաջ լիարժեք սովորել, հետո նոր այդ սերտիֆիկատը վերջում հաջողությամբ սովորելու արդյունքում ստանալ։